Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Թմրանյութերի հետ կապված էիք խոսում ներսում, կարծեմ մեկ տարի առաջ կամ ավելի վաղ տարածվեց դպրոցներից մեկի հետ կապված, որ գնացել մանկահասակ երեխաներին ինչ-որ փոշենման զանգված են բաժանում, Մղճյանի դպրոցների հետ չեմ սխալվում, ինչ բացահայտվեց, ի վերջո այդ երեխաներին ինչ եք տվել եւ եթե իրավապահները անդրադարձել են դրանք, խնդրեմ հատ ասեք։ Տեսեք, շատ կարևոր հարց եք բարձրացնում Նարեկ ջան, որովհետեւ երբ որ ես տարբեր նաեւ դիտանկյուններից տարբեր հարցերի անդրադառնում եմ, տարբեր անդրադառնում եմ, ինձ համար կարևոր է, որ երբ որ մենք առաջին ինֆորմացիան տալիս ենք, նաև մենք, երբ որ դեռ չգիտենք ամբողջ դետալները, որովհետև իրավապահ համակարգը տալիս է նախնական գնահատական իրավիճակին։ Մենք էլ կարող ենք ի սկզբանե վարույթ նախաձեռնել ոչ այն հանցակազմով, որ վերջնարդյունքում այդպես կշարունակի մնալ։ Ունենում ենք դեպքեր, սիրելի ներկաներ, որ պայմանական հարուցում ենք առողջությանը պատճառված վնասի հոդվածով, բայց պարզվում է, որ սպանության փորձի հետ գործ ունենք։ Այսինքն նախնական գնահատականները հետո կարող են փոխվել, բայց մենք այս դեպքում հետևողական ենք, որ վերջնական գնահատականներն էլ պատեհ պահի նաև հանրայնացնենք, որ ճիշտ լինի պատկերը։ Հիմա Մղճյանի դպրոցի մասով մենք սրա ուղիղ հակառակ իրավիճակում ենք, որովհետև ի սկզբանե բոլորիս ասեմ, որ որևէ մեկը չմտածի ես ինչ-որ ուղղորդված բան եմ ասում։ Բոլորիս մոտ այն ընկալումներ, որ այո, փոշենման զանգվածը թմրամիջոց է, ճիշտ է։ Ոչ մի այլ ընկալում չեք ունեցել։ Բայց բնականաբար այդ տրամաբանությամբ է վարույթը նախաձեռնվել, բայց հետո փորձաքննություն բնականաբար պիտի իրականացվի, իրավապահ համակարգը ստացել է փորձաքննության արդյունքը, պարզվել է, որ մենք թմրամիջոցի հետ գործ չունենք։ Ինչ է։ Փոշենման սովորական սպիտակ զանգված է եղել, ոչ թմրամիջոց։ Բայց ինչ վտանգավոր։ Ոչ մի վտանգավոր բան չի եղել, կարող եք դիմել քննչական կոմիտեն, եթե ճիշտ համարի այս պահի նախաքննության շրջանակներում կարող է փորձագիտական եզրակացության մասով ինֆորմացիան հավելյալ տրամադրել։ Բայց ես ինչի եմ ուզում սա ասել։ Ինչ եմ ուզում սա ասել, որովհետև ստացվում է, որ մենք մի ընտանիքի երեխայի ի սկզբանե ասում ենք, որ դու թմրամոլ ես, կամ դու ստիպել ես որևէ այլ ընտանիքի երեխայի թմրամիջոց օգտագործել, շանտաժ ես արել դրա համար, բայց վերջում պարզվում է, որ թմրամիջոց չի եղել։ Իհարկե իրադարձությունը բացասական է, այսինքն ոչ մեկ չի անդրադառնում իրավիճակին եւ ասում, որ ամեն ինչ նորմալ է, եթե թմրամիջոց չի։ Ոչ, իրավիճակը անընդունելի է, բայց տեսեք, մենք արդեն պիտակավորել ենք այդ երեխաներին մեր խոսույթով։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս ավելի հոգատար լինենք մեր խոսույթի նկատմամբ, մեր անչափահասների նկատմամբ եւ եթե կա տվյալ, որ դա թմրամիջոց չի, մենք ունենանք այդ մոտեցումը, որ բարձրաձայնենք այդ դեպքի մասին։ Որևէ մեկը չի ասում իրավիճակը չի եղել, բայց պիտի իրերը կոչենք իրենց անունները, որովհետև պատկերացնում եք հատկապես մարզային հատվածներում ինչպիսի ընկալումներ կան, ինչպիսի կարծրատիպեր կան, որոնք որ դեռ մեզ շատ ջանք ու եռանդ է պետք որ փոխենք այդ ամբողջը։ Մեղավորություն չունի, որովհետև կոնկրետ լրատվամիջոց դեպքը դեռ չեղած, շատ մանրամասն ցնցող վերնագրերով արդեն բացահայտում է այդ ամենը եւ դա ոստիկանությունն է տալիս այդ ինֆորմացիան, որովհետև տվյալ անձը Երևանում չի կարող այդ մանրամասներով իմանալ, որտեղ է աշխատում, ում բարեկամն է եւ չհրապարակի, այսինքն դուք եւս ձեր կառույցը եւս չի նպաստում, որ դա կանխվի, Տիկին Սարգսյան։ Ես երբեք չեմ հերքել այն մասը, որ ոստիկանները կարող են ոչ պատշաճ խողովակով ինֆորմացիան հասանելի դարձնել առանց որևէ ինչ-որ դիտավորության։ Դա է պատճառը, որ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում բազմաթիվ են ծառայողական քննությունները, որոնցով որ մենք առերևույթ տվյալ ունենք, որ մեր աշխատակցի միջամտության արդյունքում է տվյալը հասանելի դարձել լրագրողական համայնքին, բայց նորից եմ ուզում շեշտել, որ հետո չխեղաթյուրվի միտքը։ Լրագրողական համայնքին տեղեկատվությունը պիտի հասանելի դառնա, բայց պատշաճ խողովակի արդյունքներով եւ պատշաճ նաեւ չափաբաժնով, որպեսզի նաեւ անձի իրավունքների հետ կապված խնդիրներ չունենան։ Իմ մամլոխոսնակը միշտ հասանելի է, ցանկացած տեղեկատվություն տվյալ պահին, եթե շնորհակալություն, որ հաստատեցիք, եթե կարիքը կա, անմիջապես կտրամադրի, բայց ոչ պատշաճ խողովակով տեղեկատվության հանրայնացումը շատ բացասական կոմպոնենտ կարող է իր մեջ պարունակել։ Բայց ես նաև փաստ է, որ մենք ունեցել ենք ուսումնասիրություններ, երբ որ ոստիկանի կողմից չի եղել տեղեկատվության փոխանցումը։ Ունենում ենք իրավիճակ, որ հարևանները, բարեկամները տեղեկատվությունը փոխանցում են լրագրողական համայնքին եւ ինֆորմացիան արդեն յուրաքանչյուրս մեր ընկալումների տիրույթում ենք իհարկե հանրայնացնում, բայց առիթից օգտվելով ուզում եմ ասել, որ հատկապես լրագրողական տիրույթում մենք
ուզում եմ որ շատ ուշադրություն դարձնենք հատկապես խոցելի խմբերին, որովհետև իրենց հետ կապված ցանկացած տվյալի հանրայնացում, նույնիսկ 100%-անոց ճշմարտությունը հետագայում դժվարություններ է առաջացնում նրանց տվյալ համայնքում բնակվելը շարունակելու համար, նրանց պիտակավորման համար, դրա համար ուղղակի հորդորում եմ որ բոլորս զգույշ լինենք։ Ուզում եմ հարցնել կրկին Մայրաթորի այդ հայտնի ակցիայի օրը, որոնք հոգևորականներն էին հրավիրել, տեղի ունեցածին, ես ուզում եմ կոնկրետ մի դրվագի դուք անդրադառնաք, երբ որ հոգևորականներին, ովքեր ակցիա էին հրավիրել, ուղեկցում էին անձինք, որոնց մեջ նաև հետո ինչպես պարզվեց ոստիկաններ եւս եղել են իրավապահ համակարգի աշխատակիցներ։ Չեն եղել, այսինքն այդ ուղեկցողները, որոնք ուղեկցում էին, չէ, դուք այսինքն պնդում եք, որ չեն եղել ուղեկցողների մեջ ոստիկաններ, տիկին նախարար։ Ես պնդում եմ, որ տարածքում կարող են լինել քաղաքացիական հագուստ կրող քրեական ոստիկանության ներկայացուցիչներ, բայց ոչ այն պնդմամբ, ինչ որ դուք Այսինքն չեն ուղեկցել, շղթայի մեջ չեն եղել, առնվածների նույնականացրել էին այդ շղթայի մեջ քաղաքացիական հագուստով, հետո այլտեղ ոստիկանական քաղաքացիական անձինք ոստիկանությունում եւ թե նաեւ ոստիկանության մյուս ներկայացուցիչները ոստիկաններ են, որովհետեւ օպերատիվ աշխատողները հնարավորություն ունեն քաղաքացիական համակարգ կրելու եւ իրենք տեղում են հասարակական կարգ եւ անվտանգություն ապահովելու էին ուղեկցում եւ ինչու համազգեստով չէին։ Ես նշեցի արդեն օրենքով թույլատրվում է եւ կարող եք տարածքում նույնիսկ ոչ մայրաթորը ուղեկցում տիկին նախարար իրենք ակցիա էին հրավիրել։ Հասարակական կարգ եւ անվտանգություն ապահովելը չի ենթադրում միայն շղթա կազմել եւ հսկել ինչ-որ մի process։ Տարբեր մեթոդներ կան, տարբեր եղանակներ կան եւ հարգելի գործընկերներ, արձագանքում եմ ու փակենք այս թեման, որովհետեւ նույն հարցերն են, ես նույն պատասխաններն եմ ասելու, ոչ մի լրացուցիչ նոր բան ձեզ չեմ ասելու, ոչ մի բան ինձանից չեք կորզելու, որովհետեւ ոչ մի նոր մենք հասկանալ ինչ կարգավորիչ արդեն նշեցի, որ եւ ուզում եմ նաեւ հարցնել տեղում Մայրաթորում ոստիկանությունը հասարակական կարգ եւ անվտանգություն է ապահովել եւ ապահովել է պատշաճ կերպով, եթե որևէ անձ գտնում է, որ մեթոդը, եղանակը կամ այլ հարցեր, որոնք որ առնչվել են իրավունքներին, ես ասացի, հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման ֆունկցիան են ապահովել։ Եթե որևէ մեկը գտնում է, որ իր իրավունքների հետ կապված խնդիր կա, կարող է դիմել նախարարություն։ Դուք խնդիր տեսակ Արցախի հարցը վերջ, եթե այլ հետաքրքիր հարցեր ունեք, Սարգսյան, աջակցի հայտնի իրադարձություններից հետո անմիջապես ձեր մի երեք բան խնդրեմ էլի ուղղակի կլինի մի քիչ առաջ գնանք, որովհետև ինձ շատ է ես բոլոր հարցերի պատասխանելու եմ։